Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվի պնդմամբ հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակել է մարտի 17-ին ժամը 1:25-ից 12:55 ընկած ժամանակահատվածում։ Կոնֆլիկտը հարավային Կովկասում պետք է ավարտվի մարտի 17-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուլցը։ Նա հայտնել է, որ անցնող շաբաթ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ։ Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլեր են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ X-ում գրել է նա։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները կարող են ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության։ Մարտի 17-ին այս մասին ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ արդյոք օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, որ իրենք մեղադրում են տարածքային պահանջների մեջ, տենց բան կա, թե չկա։ Արդյոք իրենց սահմանադրության մեջ նման բան կա, թե չկա, եւ վերջիվերջո հարցը ոնց է լուծվելու։ Մենք առնվազն ասում ենք, որ այդ հարցը արդեն լուծել են խաղաղության պայմանագրի մեջ։ Վերջիվերջո մենք կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները, պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե չէ, նշել է Ալեն Սիմոնյանը։ Դուբայում կայացած միջազգային Փեդի բոքսինգ շոուի ընթացքում հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել վենեսուելացի մարզիկին Ջորջ Ռիվաս Բաստարդոյին, որը մինչև այս անպարտելի էր պրոֆեսիոնալ ռինգում, արդյունքում Հովհաննես Բաչկովը WBA Continental չեմպիոնական գոտի է նվաճել։ Յոթամյա Նարեկ Ղուշչյանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա 1 րոպեում 183 ցատկ է կատարել աջ ոտքի վրա վազքուղում, որը շարժվում է 6.5 կմ/ժ արագությամբ։